никакого сомнения в том, что факт геноцида должен быть уголовно наказуемым и не должен никогда забываться, это безусловно. И ставить его под сомнение, я считаю, это историческое преступление против армянского народа. Поэтому моя позиция здесь такая, что дружба – это такой вопрос, который требует обсуждения. Но если противоположная сторона не готова признавать свои исторические преступления, то, простив их, мы дадим им шанс на новые. Այսօրվա դրությամբ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության քաղաքականության նպատակներից մեկը դա խաղաղության խաչմերուկ ծրագիր զարգացումն է եւ ըստ այդ ծրագրի այսօր Հայաստանը փորձում է բոլոր հարևանների հետ կոպիտ ասած լեզու գտնել, սահմանները բացել եւ բարելավել վիճակը, բայց կարծում եմ, որ այն պայմանները, որ Հայաստանի Հանրապետության դեմ դնում են այդ հարևանները, այդ կան էլ մեր շահերին համապատասխան պայմաններ չեն, քանի որ ես կարծում եմ, որ հայոց ցեղասպանությունը մի այո ցավոտ թեմա է, բայց այդպիսի թեմա է, որ ինքնության մի մասը կառուցում է վերջիվերջո։ Դրա համար կարծում եմ, որ կասկածի տակ դնելը այդ փաստը մանավանդ Հայաստանի իշխանության կողմից այդքան էլ լավ քայլ չէ։ Նախ ինչպես պիտի վերաբերվեմ, երբ որ մեր գոնե վերջին 100 տարվա պատմությունը, 100 տարվա արդարության պահանջը ինքներս մեր ձեռքով փորձում ենք վերացնել։ Սա ես համարում եմ բարբարոսություն, ամբողջ ոչ միայն այդ հարցով, նաև մեր ազգային արժեքների ոտնահարման իմաստով, մեր երազանքների իմաստով, այդ ցեղասպանության ճանաչումը կամ պայքարը, որ ճանաչեն հայոց ցեղասպանությունը, դա միայն մեր հարցը չի, դա աշխարհի քանի երկրներ են ճանաչել, նշանակում է դու նաև այդ երկրների որոշումն ես հարցականի տակ դնում։ Չի կարելի մոռանալ։ Ոչ Արարատները, ոչ ցեղասպանությունը չի կարելի մոռանալ։ Հայլին երկու կողմ ունի։ Մի բան ցուցատալի, բայց անում է մի բան։ Ինքը իմ կարծիքով ժամանակ է ուզում շահի, որ տեսնի ինչ ճանապարհով գնա։ Դեպի Ռուսաստան, թե դեպի Европа. Сложный для меня вопрос, потому что я не очень в курсе вот экономических реалий. Ну, возможно, здесь бы лучше ответили люди, которые экономисты, я все-таки художник. Ну, лично как мне, то я считаю, что интеграция с Евросоюзом – это нужная и во многом необходимая тема, потому что она не предполагает разрыв с историческими друзьями, она просто предполагает наличие возможностей завести новых друзей. Я это так расцениваю, и не надо это ставить как противопоставление каким-то другим интересам с другими странами. Կարծում եմ, որ Հայաստանը կարող է դիմանալ միայն մեկ պայմանով, եթե Հայաստանի իշխանությունը սովորի հայկական քաղաքականությունը դիվերսիֆիկացիայի ենթադրել, քանի որ ես կարծում եմ, որ այսօրվա ծրագրերը Եվրոմիության ինտեգրման հետ կապված, դրանք ոչ թե արվում են հանուն հարուստ կյանքի, հարուստ ապագա եւ այլն, այլ ավելի շատ թվում է, որ դա արվում է հանուն Ռուսաստանի դեմ վրեժ լուծելու, քանի որ մենք տեսնում ենք, որ երկիրը ինքն իրեն զրկում է այն օգուտներից, որը Ռուսաստանը պատրաստ է նրան ներկայացնել, նրան տալ, եւ չեմ կասկածում, որ դա լավ քայլ է, քանի որ եթե երկիրը ուզում է լինի անկախ, նախ նա պիտի լինի անկախ ամեն ինչից, ոչ միայն Ռուսաստանից, որից հիմա քաղաքական գործիչները վրդոված են, խռոված են եւ այլն, քանի որ սովորական փաստ հիմա այսպիսի մի կարծիք կա, որ Ռուսաստանը այլևս Հայաստանին պետք չէ, քանի որ Ռուսաստանը դավաճանեց հայերին, չոքնեց եւ այլն, իսկ սովորական հարց, իսկ
ինչքան վատ բան է արել Թուրքիան Հայաստանի։ Ինչու իշխանությունը վրդովված չի Թուրքիայից։ Ինչու ենք մենք շարունակում նրանց հետ հարաբերություններ շինել, ինչու ենք շարունակում նրանցից օգուտ ուզենալ։ Եվրոինտեգրում բառը նախ պիտի հասկանանք ինչ է նշանակում։ Ինչ ասել է եվրոինտեգրում։ Ինչպես ենք ինտեգրվում, ինչ ճանապարհներով ենք ինտեգրվում։ Մտնում ենք առևտրային կապի մեջ, թե մենք ինչ առավոտ արթնանալու ենք եւ մեր պատուհաններից Էյֆելյան աշտարակն է երևալու, թե Բախ ու Բեթհովեն ենք հաջորդ օրվանից լսելու, պարիկներով ու ֆրակներով ենք շրջելու Երևանի փողոցներում։ Ինչ է նշանակում եվրոինտեգրում։ Եթե այս բառը բացվի եւ հասկանանք, թե այդ բառն ինչ է նշանակում, կարող եմ պատասխանել այդ հարցին։ Չեմ կարա ասեմ այո կամ ոչ, որովհետև ինքը մանիպուլյացիաներ շատ է անում։ Կարող է մի бан ասի, անի ուրիշ բան։ Изменения бывают довольно-таки часто, и, в общем, с безопасностью, как мне кажется, все в порядке. То есть я так, наверное, мог бы оценить на высоком уровне. Абсолютно нет никаких предпосылок для того, что может человеку там что-либо угрожать. Очень безопасная страна, добродушная. Ազգային անվտանգության հարցը շատ ցավոտ հարց է եւ երևի միայն հարցն է, որին ես կարող եմ վստահորեն պատասխանել առանց որևէ մի կասկածի կամ որևէ մի ուրիշ տեսանկյուն փնտրելու, պատասխանեմ ոչ, քանի որ ինձ համար շատ ցավալի է այդ հարցը, որովհետեւ տեսնում եմ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մակարդակը բավականին ցածր է։ Էդ էլ բազմաշերտ հարց է անվտանգությունը, նայած մենք ինչ ենք անվտանգություն ասելով հասկանում։ Մենք ունենք շատ լուրջ ազգապահպանման հարց։ Սրանք ֆիզիկական ոչնչացումից պաշտպանում է մեզ բանակը, հոգևոր ոչնչացումից պաշտպանում է մեզ եկեղեցին, իբրև ազգային երևույթ, մշակույթը իբրև ազգային երևույթ եւ կրթությունը իբրև ազգային երևույթ։ Այս 4 բաներն են, այսինքն 3 հոգևոր եւ 1 ֆիզիկական։ Ես ինչպես հասկանում եմ, այս 4 կարևոր երևույթների վրա, 4 կարևոր ինստիտուտների վրա ամեն օր ցեխ են շպրտում, եկեղեցու վրա, կրթության վրա, մշակույթի վրա, բանակից ազգային անվտանգության հարցը չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց համենայն դեպս ակներև չի այն զարգացումը, որը որ պիտի լիներ։ 0 Այ Վարդանովը ճիշտ է ասում, երբ դառնանք ազգ բանակ, 20,000 զորքի դեմ կարողանանք դուրս գալ, բայց չկա։ Հիմա կոնկրետ լիքը երիտասարդներ ոչ ծառայությունից են տեղյակ, ոչ էլ ուզում են մտածել ընդհանրապես այդ մասին, այնինչ պիտի ազգովի դառնանք բանակ։ Мне бы хотелось, чтобы вот я как художник, представитель культурной среды, чтобы Министерство культуры было отдельным от Министерства спорта, от Министерства, что там в него еще входит. Это большое направление, у нас огромный культурный пласт, у нас огромное количество разрушенных архитектурных памятников, которые надо реставрировать, восстанавливать. У нас огромное количество хачкаров, которые требуют также реставрации. Поэтому, если новое правительство Армении в этом направлении сделает определенные шаги, у нас будет отдельное Министерство культуры, то я вот буду очень рад, что это как бы мои какие-то вот эти идеи, они могли бы воплотиться в реализацию вот новым правительством. Նախ շեշտեմ, որ ես միշտ կուզենայի ապագայում տեսնել ազատ անկախ Հայաստան, իրոք ազատ եւ իրոք անկախ ամեն այդ բառերի իմաստներով։ Եվ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ամենաիդեալական իշխանությունը այն իշխանությունն է, որը կարող է ի սրտանց եւ վստահորեն արձագանքի իր ժողովրդի շահերին, խելամտորեն նայի դեպի ապագա, անցյալը չմոռանալով։ Ազգային, տղամարդ, ամուր, պատվարժան եւ մեր ազգային արժեքներին, մեր մշակույթին, մեր ունեցած կարևորագույն արժեքներին համապատասխան։ Մտքերս հեքիաթային են թվում է։ Բայց թվում է թա ամենան դեպս սարանման չպիտի լինեն, էլի։ Էսի ավորը։